Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է մեր ազգային միաբանությանը, մեր երկրի ներքին կայունությանը եւ ուղիղ հարված հայոց պետականությանը։ Իշխանության կողմից եկեղեցու դեմ իրականացվող արշավին է անդրադարձել ամենայն հայոց կաթողիկոսը։ Սիրելի հավատավոր ժողովուրդ, հայրապետիս համար հոգևոր անհուն ուրախություն է։ Կաթողիկ է Սուրբ Էջմիածնի տոնի հոգենորոք այս օրը մայրաթոր Սուրբ Էջմիածնում համախմբված տեսնել ազգիս հազարավոր զավակների հայրենի մեր երկրի տարբեր շրջաններից եւ Սփյուռքի համայնքներից։ Հայրական սիրով ողջունում ենք ձեզ եւ բերում հայրապետական մեր օրհնությունն ու բարեմաղթանքները։ Հայաստանի տարբեր անկյուններից մարդիկ այսօր եկել էին Սուրբ Էջմիածին աջակցելու հայ առաքելական եկեղեցուն ու մասնակցելու Էջմիածնի տոնին։ Ամեն տարի այս տոնին հայոց հոգևոր մայրաքաղաքը մարդաշատ է լինում, բայց այս տարին բացառիկ են համարում հոգևոր այրերը։ Բացառիկ, որովհետև Հայաստանի գործող իշխանությունը վարում է հակաեկեղեցական քաղաքականություն, թե ինչու չգիտեն հոգևորականները։ Վստահ են միայն, որ անկախ հետապնդած նպատակից իշխանությունը չի հաջողելու։ Գիտեք, որ մայրաթորը Սուրբ Էջմիածինը դարեր շարունակ կանգնած է եղել ամուր եւ արդեն ինքը վկայություն է մեր հաղթական հոգու ամրության, քրիստոնեական հավատքի, մեր ամուր դավանանքի եւ կարծում եմ, որ այս փորձություններն էլ կանցնեն եւ այսօր մեզ համար շատ ավելի կարեւոր է Էջմիածնի խորհրդով զորացած շարունակենք մեր կյանքը կերտել, մեր հայրենիքը ավելի ամուր, հաստատուն պահել եւ նաեւ մեր հոգեվոր կյանքը ավելի անվտանգ դարձնել։ Մինչ մայր տաճարում Սուրբ Պատարագ էր մատուցվում, քաղաքացիները Զվարթնոցից քայլերթով եկան Էջմիածին, հաջակցություն ամենայն հայոց կաթողիկոսի։ Քայլերթին մասնակցում էին նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերն ու հասարակական գործիչները։ Ճակատագրական պահերին եկեղեցու դերը կարևորում է Արտակ Զաքարյանը։ Եկեղեցու դեմ ուղղված արշավը հասկանալի է, որովհետև այն ունի նաև դրսից եկող դրսևորումներ, բայց միևնույն ժամանակ հայ ժողովրդի համար շատ կարևոր ճակատագրական այս պահերին եկեղեցին շարունակում է իր ազգային օրակարգով առաջարչել։ Իշխանության կողմից արված նմանօրինակ հայտարարությունները չեն կարող սասանել հայի հավատը, ասում են հոգևոր հայրերն ու վստահեցնում, վայելում են հավատացյալ զավակների աջակցությունը։ Հոգևորականների միջոցով Քրիստոս է գործում, Քրիստոս է ներկայանում, Քրիստոս է քարոզում, Քրիստոս է բժշկում։ Հետևաբար բոլոր են մարդիկ, բոլոր են անձերը, ովքեր հակառակ են, չեն ընդունում հայ առաքելական Սուրբ եկեղեցու Քրիստոսի կողմից հիմնադրված լինելու իրականությունը, նշանակում են նրանք աստվածամարդ են, Աստված մերժ են։ Հավաքված քաղաքական ու հասարակական գործիչները վստահ են իշխանությունը հակաեկեղեցական հայտարարություններ է անում, որովհետև գիտի եկեղեցին ազգին միաբանող միակ կառույցն է այս պահին։ Դրա ապացույցը նաև բազմամարդ տաճարն է ու վեհափառին ցուցաբերվող աջակցությունը։ Սադամ Ակարյան, Էդիկ Մալաքյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։